ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, նաեւ Facebook-յան հարթակ հայատար գրելով Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ եւ այնտեղ հետեւեք նաեւ վիդեո տարբերակին։ 2024 թվականին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը եւ Ինոբիզը ստեղծեցին առաջին ու միակ հայալեզու ձեռներեցական առցանց կրթական հարթակը՝ Բյուր ծրագիրը։ Այդ հարթակը դարձավ անփոխարինելի աջակցություն տեղահանված մեր հայրենակիցների համար, ստեղծելով անվճար եւ հասանելի կրթություն, մենթորական աջակցություն, իրական գործարար գիտելիքներ եւ ճանապարհ դեպի ֆինանսավորման աղբյուրներ։ Հարկ է նշել, որ միայն 1 տարվա ընթացքում արդյունքները բավականին տպավորիչ են։ 1800+ շարքային մասնակից, 200+ նոր հիմնադրված բիզնես, 900+ ժամ մենթորական աշխատանք եւ 25% պարագայում պատրաստված մոդելի օգտագործում այլ ծրագրերի դիմելիս։ Կարծում եմ արդեն այս թվերը բավականին խոսուն են, նաեւ ասեմ, որ Բյուր ընտանիքից ծնվել է նոր նախաձեռնություն, Տնջրե տեղահանված ձեռնարկատեր կանանց ասոցիացիան, որի նպատակն է միավորել ուժեղ համար նոր իրականություն կառուցող կանանց, ստեղծելով փոխաջակցության, զարգացման եւ տնտեսական ինքնուրույնության համայնք։ Եվ այլ մանրամասներ կներկայացնեն այսօրվա իմ զրուցակիցները, ներկայացնեմ հյուրերիս, Ինոբիզի հիմնադիր տնօրեն Նաիրա Մարգարյան, բարև ձեզ, եւ Ինոբիզի համահիմնադիր զարգացման գծով ղեկավար Էլինա Սիմոնյան, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ փորձենք ռադիոլսողների հետ միասին հասկանալ, թե ինչպես ծնվեց Բյուր հարթակի գաղափարը, ինչու որոշեցիք այս հարթակը ստեղծել։ Արդեն գիտենք ինչ լավ հետևանքներ ունի, բայց այդուհանդերձ ինչու որոշեցիք, որ այն պիտի ծնվի։ Ինոբիզը սկզբանե ստեղծվել է, որպեսզի ձեռներեցական կրթությունը զարգացնի, փոքր ու միջին բիզնեսը զարգացնի Հայաստանում, եւ մենք միշտ զբաղվել ենք կրթությամբ, կարողությունների զարգացմամբ, բայց դա անում էինք դեմարդեմ կամ առցանց, բայց համընթաց տեսքով, այսինքն ինչ որ դասընթացավար միանում էր ինչ որ մի խմբի, եթե նույնիսկ առցանց, եւ խոսում էին, դասն էին անում եւ այսպես ամեն խմբի հետ։ Այսպես մենք աշխատեցինք թե Հայաստանում մարզաբնակ ապագա ձեռներեցների հետ, թե 20 թվականին տեղահանված առաջին հոսքի հետ, այնտեղ 120 մոտավորապես շահառու ունեինք, փաստորեն բաժանել էինք 6 խմբի եւ այդպես խմբերով աշխատում էինք, բայց ծանրաբեռնվածությունը դասընթացավարների վրա մեծ է լինում, անընդհատ ամեն խմբի հետ նորից պետք է կրկնես նույն նյութը, այո, եւ դա տեղի ունենում, ասենք, ամեն օր։ Բացի դրանից հասկացանք, որ այդպես մեծ ծածկույթ ունենալ չենք կարող, եւ հենց այդ ժամանակ արդեն մտածում էինք այսպիսի մի բանի մասին, բայց 23 թվականի տեղահանումից հետո, երբ որ մենք ունեցանք շատ մեծ հոսք, այո, մեր տեղահանված հայրենակիցների ու հասկանալի էր, որ իրենք բարդություններ ունեն աշխատանքի ընդունվելու հետ։ Ադապտացվելու շատ հարցեր կային, տեղայնացնելու շատ խնդիրներ կային, մտածողություն, կենսակերպը բոլորովին էլ, ռիթմներն այլ։ Ամեն ինչն էր տարբեր եւ փորձեցինք իրենց էլ հասնել, որովհետեւ միշտ չի որ կարողանում են աշխատանք գտնել, այդ ձեր թվարկած բոլոր տարբերությունների պատճառով կամ հետևանքով, իսկ ինքնազբաղվածությունը հաճախ լինում է պատասխանը, հաճախ իրենք կարողանում են, իրենք ունեն տարբեր հոբիներ, տարբեր շնորհքներ, տարբեր կարողություններ, նույնիսկ իրենք մի մասը բիզնեսներ են ունեցել հայրենիքում, եւ այդպես որոշեցինք, որ պետք է մեծ քանակով մարդկանց օգնել ու եկավ մեզ հետ համախոհ վզեբը, որը համանման նպատակ ուներ, ու մենք միավորեցիք ձեր ուժերը եւ ստեղծեցիք հարթակ, հա։ Այո։ Այստեղ փաստորեն լուծեցիք խնդիրը, որ ամեն օր մենթորը on-line դասեր չանի, այլ լինի հարթակ միանգամից։ Այո, հավաքվեցինք մենթորների թիմով, ովքեր նախկինում աշխատում էին, ներգրավեցինք նոր մասնագետների եւ ստեղծեցինք Բյուր առաջին հայալեզու կրթական հարթակը։ Բյուրը իրենց ներկայացնում են նախորոք տեսաձայնագրված վիդեոդասեր, ամեն թեմայով կա մի քանի տեսադաս եւ ամեն թեման ունի թեմատիկ տեքստ ընթերցանության, որպեսզի գիտելիքները ավելի ամրապնդվեն։ Հետո քննություն կա, վերջում կա, բայց ընթացիկ կա նաև թեստային առաջադրանքներ այդ թեմային վերաբերվող եւ մասնակիցները ովքեր դիտում են տեսադասը կարդում են փոքր նյութ այդ մոդելի մասին ու հետո լրացնում են
թեստային առաջադրանքները ու անցնում են հաջորդ մոդելին։ Ամենակարևոր գործիքը, որ ունի բյուր հարթակը, դա բիզնես կտավն է մոդելի տեսքով։ Յուրաքանչյուր թեման սովորելիս իրենք պատասխանում են մի քանի հարցի իրենց բիզնեսի մասին։ Օրինակ, գաղափարի գեներացումից հետո խոսում են իրենց բիզնեսի գաղափարի հենց գեներացման մասին։ Խոսում են արկա, եթե ունեցել են փորձ, այդ փորձի մասին, արկա կարողությունների մասին կամ ընթացքում փորձում եք իրենց մոտ արտնացնել, հա, այն քնած գաղափարները։ Նույնիսկ եթե գաղափար չունեն, մենք սովորեցնում ենք ինչպես գեներացնել այդ գաղափարը, որտեղից կարելի է օգտվել, ինչպես ուսումնասիրել շուկան, ինչպես բացահայտել արկա հնարավորությունները եւ այդ հնարավորությունները օգտագործելով ստեղծել իրենց բիզնեսը։ Ու իրենք ամեն թեման սովորելուց այդ հարցերին պատասխանում են ու ամենավերջում երբ որ դասընթացը ավարտվում են, արդեն ունենում են պատրաստի գործիք, պատրաստի բիզնես մոդել, որ արդեն պատմում է իրենց բիզնեսի մասին, պատրաստ է ներկայացնելու, պատրաստ է խոսելու, այն ներկայացնելու թե ֆինանսավորման տարբեր հարթակներում, այո, ու թե ունենալ արդեն պատրաստի գործիք եւ շատ լավ ունենալ կանխատեսումներ, ինչպես նաեւ ապագա մի տարվա ընթացքում ինչպես է իր բիզնես մոդելը զարգանալու։ Ստացվում է, կներեք, ստացվում է, որ մարդը գալիս է հմտություններ ձեռք բերելու, սովորելու, վերջում պատրաստի բիզնես գաղափարով, պլանով ամեն ինչով գնում է։ Ու այդ ամեն ինչը ինքը անում է շատ հաճախ կատակում ենք, ասում ենք իրեն հարմար ժամանակ, իրեն հարմար տեղից, անկան որ տեսաձայնագրված է նախորդ դասերը եւ իրեն դիրքով այդպես էլ են կատակում, բայց միևնույն ժամանակ մենք իրենց մենակ չենք թողնում, որպեսզի այդ դասերը սովորեն ու իրենք իրենց այսպես ասած ավարտեն, մենթորական հանդիպումներ շարունակում ենք։ Ամեն թեմայից հետո կազմակերպում ենք մենթորական հանդիպումներ, շահառուն սովորում է ինչ որ թեմայի վերաբերյալ հարցեր ունի կամ ուզում է օրինակ իր բիզնեսը, այո, ուզում է իր բիզնեսի վերաբերյալ քննարկում ունենալ մասնագետի հետ ոլորտի։ Պարբերաբար գրեթե ամեն շաբաթ ունենում ենք տարբեր մի քանի 3-ից 4 մենթորական հանդիպումներ են եղել, մարդիկ միացել են, իրենց հետաքրքրող հարցերը տվել են մենթորներին, իրենց բիզնես մոդելը քննարկել են իրենց հետ, ինչու՞ չէ ընթացիկ թեմայի հետ կապված եղել են հարցեր, որ թեստային առաջադրանքների հետ կապված խնդիր են ունեցել, այո, խնդիրներ կան ամեն դեպքում, նույն ֆինանսներ թեմայից կան, ճիշտ է, այսպես հեշտացված, բայց ամեն դեպքում իրենց համար նորություն է թեման։ Խնդիրներ են լուծում են, հնարավոր է եղել չեն կարողացել, մոտենում էին, հարցնում էին, ու այդպես բոլոր թեմաների շուրջ էլ անցկացրել ենք։ Նայրա ջան ավելացնելու բան։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք մենթորները այլևս չեն միանում, այդպես չի, դասընթացավարը այդպես ասած չի միանում, որովհետև դասընթացը նախաձայնագրված է, բայց մենթորները անընդհատ կան, աշխատում։ Պարզապես դա կրկնություն չի, յուրաքանչյուր խումբ, որ գալիս է մենթորական հանդիպման, լրիվ տարբեր է, տարբեր հարցեր, տարբեր ոլորտներ եւ դա հետաքրքիր է, իսկ նույն բանը կրկնելով սպառել է ավելի հետաքրքիր։ Այո, հենց մենթորների համար են բան սովորում անկախ իրենց։ Միանշանակ եւ դրանից չեն ձանձրանում, իսկ կրկնելուց նույն բանը նաեւ չես կարող այդքան հաճախ կրկնել։ Այնպես որ այս համադրությունը, որ մենք տենց արիաբար փորձեցինք, փաստորեն ինչպես դուք հնչեցրեցիք, որ ասում եք բիզնես մոդել պատրաստ ունենում է, այո, այդ 25%-ը նաև որ ասեցիք, փաստորեն իրենք այդ բիզնես մոդելներով գնացել են այլ տեղերից, կարողացել են ֆինանսավորում գտնել, եւ այսպես ասած կյանքը նորից սկսելու, նոր ոտքի կանգնելու տարբերակը շատ արագ ձեռք բերելով հմտություններ։ Ես վստահ եմ, որ իրենցից շատ-շատերը ստիպված են եղել ճակատագրի բերումով նաև փոխել իրենց մասնագիտությունը, հաշվի առնելով տեղանքը, հնարավորությունները եւ այդտեղ աշխատող բիզնես գաղափարները, հա, որովհետեւ ամենտեղ չէ, որ նույն բիզնեսը կարող է աշխատել։ Այս պարագայում ես ինչու ոչ նշեցի նաև թվեր, որոնք խոստումնալից են, ստացվում է, որ հենց ծրագրի նկատմամբ արձագանքը բավականին մեծ է եղել եւ այստեղ իզուր չէ 1800 պլյուս մարդկանց հետաքրքրվածությունը սպասում էիք նման թվերի։ Մենք 1000 ենք սպասում կամ 1000 ենք խոստացել։ Մեկ տարվա ընթացքում որոշել էինք եւ նպատակ էինք դրել 1000 շահառու կրթելու, բայց արդյունքում տարին ավարտվեց 1800 շահառույով։ Եվ երբ անունը մտածում էինք, քանի որ նաև վերակառուցման բանկի հետ էինք քննարկել 1000-ը, որպես թիրախ, որը մեզ համար ամբիցիոզ էր, մեզ համար նույնիսկ 1000-ներ ամբիցիոզ, այն էլ չգիտենք, 1000 պլյուս։ Անուն դրեցինք բյուր 1000 ենթադրելով, հետո գոլեգայիցս զանգ ստացա, ասաց գիտես, որ բյուրը 10000-ն է, 1000-ը չի, ասացինք թե ուրեմն
Պիտի 10,000-ի Պիտի սկսենք ընդլայնվել, հա։ Ու այդպես չսահմանափակվեցինք ու այսօր էլ չենք սահմանափակվում, բայց ամփոփելով են տարին եւ ծրագիրը, որը որ ուներ ամեն դեպքում ժամանակային սահմաններ, ունենք 1800։ Իսկ տարիքայինը Տարիքային որևէ սահմանափակում չկա սովորելու համար։ Բյուրում սովորում են 15-ից մինչև մոտ 60 անց։ նկատել եք որքան է իջել շեմը։ Հա, Ավելի երիտասարդ։ իհարկե մենք հետևում ենք այդ ցուցանիշներին, մեր 1800 շահառուներից 88%-ը կանայք են, 68%-ը երիտասարդներ են, որոնք մինչև 40 տարեկան են։ Բա տղամարդիկ 12%-ն են կազմում, այս բայդրությամբ։ Հետո դժգոհում եք, ասում եք կանայք ամեն տեղ են, նախաձեռնեք, դուք էլ եղեք նախաձեռնող, ճիշտ եմ, չէ։ Լրիվ, այստեղ մի քիչ բարդ է նաև այդպես դատել, շատ հաճախ ընտանիքով են սովորում, ուղղակի ասենք Այո։ կնոջ անունով է բացվել։ Շատ լավ է, լավ, վերջ խոսքերս։ Այսպես է։ Շատ ավելի ակտիվ են միանշանակ, բայց կանայք ոնց որ ավելի նախաձեռնող են լինում, հետո տղամարդկանց ներքաշվում են։ Շատ ունենք այդպես պատմություններ, անգամ քանի որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում ու ընթացքում շատ գործընկերներ ենք ունենում, ովքեր տարբեր աջակցություններ են ցույց տալի եւ այդ մասին հեսա խոսենք, բայց հենց այդպիսի նախաձեռնությունների ժամանակ էլ լինում է, որ կանայք գնում են եւ իրենց ամուսիններին նույնպես բերում են այսպես ասած ծրագիր, որովհետև ցանկացած շահառու ծրագիրը ավարտելուց հետո ստանում է իր անունով սերտիֆիկատ։ Եվ քանի որ կինը արդեն ունեն մեր սերտիֆիկատ, ասում են դու էլ պետք է սովորես, այնպես պատմությունները շատ են, որ ասում են, որ մտածեցի, որ բոլորը սովորում են, ես ինչի չեմ կարող, հələ սպասեք տեսնեմ, չէ, ես դա հաստատ չէի կարա, բայց մեկ էլ տեսա, որ ոնց որ մի քանի ժամ նստած եմ, արդեն համարը կեսը սովորեցի, այդպես պատմությունները։ Բարակ Օբամայի կնոջ խոսքը հիշեցի, ասում է այ եթե դու հիշում եք պիցայի կետ են մտնում եւ ասում է եթե դու ինձ ընտրած լինեիր իր նախկին երկրպագուներ ծերապա կլինեիր պիցայի կետի տնորենի կին ասում է ոչ ես կլինեի Միացյալ Նահանգների նախագահի կին սա շատ խոսուներ ծեր ներկայացրած տարբերակով երբ կինը վարակում է իր նախաձեռնությամբ նաեւ ընտանիքի անդամներին հատկապես ամուսնուն ես կուզենայի որպեսզի մենք նաեւ անդրադառնայինք տեղահանված մարդկանց ինչն է ամենաառաջին ամենածանր բանը որ նրանք բերում են իրենց հետ ֆինանսական խնդիրներն են, հոգեբանական ճնշումն է, անորոշությունն է եւ եթե նայում ենք առաջ ու հետո արդեն այ ինչ եք տեսնում որքան է փոխվել այդ առաջընթաց այդ փոփոխությունը Այդ ամբողջը ինչ որ թվարկեցիք միասին ու բազմապատկված մի քանի անգամ, որովհետեւ դրանք ուղղակի դժվարություններ չեն, դա աղետ է Եվ այդ մարդկանց հետ շփվելիս միայն կարողանում ես ամենօրյա ռեժիմով շփվելիս միայն կարողանում ես գոնե մի քիչ պատկերացնել այդ աղետի աստիճանը, այն էլ ոչ ամբողջությամբ։ Եվ մենք եղել են դասեր, եղել են մենթորական հանդիպումներ, որ ամբողջությամբ վերածվել են ուղակի ոգևորիչ զրույցի, այսինքն թեման դնում ենք մի կողմ, ասում ենք հոգեբանական դաշտ ենք գնում։ Ну, մենք հոգեբաններ չենք, մենք չենք կարող այդպես անվանել, բայց մենք ուղակի զրուցում ենք ու փորձում ենք բոլորին լսել ու փորձում ենք տալ հնարավոր տարբերակներ, բայց մեզ համար ինչն էր հատկանշական ու ինչի մենք որոշեցինք անպայման այդ 1000-1800-ը վերցնել նախաձեռնել, նախքին, որ ասացի 2020 թվական տեղահանվածների հետ աշխատելիս 35 կազմակերպություն կարողացանք 120 դիմորդից 35 կազմակերպություն GIZ-ի օգնությամբ կարողացանք ֆինանսավորել Կրթությունը էլի ապահովել ենք Եվրոպական եւ վերակառուցման զարգացման բանկի շնորհիվ, բայց սկսնակ ֆինանսավորումը ապահովեց GIZ-ի EPIC ծրագիրը եւ 4 տարի անց 35-ից 34-ը գործում են։ Նմանատիպ ցուցանիշներ չկան 35-ից 34-ը դուք լուրջ եք ասում։ Այո, Ինչեւ մական։ Այո։ Հիանալի է ուղղակի։ Ու դա ցույց է տալիս, այո, ու դա ցույց է տալիս, որ դա իրանց համար իրոք նոր սկիզբ։ Մենք չենք կարող պնդել, որ դա լուրջ բիզնեսներ են, բայց եթե իրենք դեռ գործում են, այդ նշանակում է, որ ապահովում են ընտանիքի որոշ կարիքներ եւ նշանակում է, որ նոր սկզբի սիմվոլիկա են պարունակում այս մարդկանց համար։ Երբ ոտքի կկանգնեն, հաճախ են իրենց ուժով ոգեշնչել նաեւ ձեզ։ Միշտ Այն ուժը, որ իրենցից ենք ստանում, իրականում ու աշխատանքի կատարված արդյունքը ճիշտ է, երբեմն մեզ կողքից ասում են դուք երևի մեջն եք չեք նկատում ձեր կատարած աշխատանքը, բայց հատկապես փակման
արարողությունը, որ վերջերս տեղի ունեցավ, այդ հետադարձ այսպես ասած ֆիդբեքը, որ ստանում ենք մարդկանցից, թե գործընկերներից, թե շահառուներից, ասում են դուք եւի մեջնեք չեք նկատում ահռելի աշխատանքի ծավալը, որ անում եք, բայց դա մենակ իրանցից ստացած ուժի շնորհիվ է հնարավոր, որովհետեւ ամեն մի հերթական հաջողության պատմություն ոնց որ քո սեփական անձնական հաջողության պատմությունը լինի, ու այնպես է մոտիվացնում, ոգեշնչում ու քեզ ստիպում, որ ավելի առաջ գնաս։ Այստեղ մենք խոսեցինք նաև հոգեբանական դաշտից, արդյոք նաև շատ կարևոր է եւս մեկ հանգամանք, բացի բիզնես ոլորտի գիտելիքներից, որ մարդը լսելի է։ Այո։ Մենք հաճախ ժամանակակից աշխարհում բոլորը խոսում են, ու գրեթե ոչ ոք մեկը մյուսին չի լսում։ Այո, մեր նվաճումներից մեկը եւ ամենակարևորը եւ կարծում եմ մնայուններից մեկը նաեւ այդ համայնքն է, որը ստեղծվել եւ մեծացել եւ աճել է։ Մենք ունենք 2000-ից ավել ընտանիքների համայնք, եւ այդ համայնքը լրիվ լսելի է, որովհետեւ ամեն օր այդտեղ խոսում են մարդիկ, կիսվում են մարդիկ իրար հետ, մեզ հետ։ Մենք սկզբում իհարկե սարսափում ենք, հետո շատ գեղեցիկ ստացվեց սահմանափակել ժամերը, մարդիկ գիտեն, որ 9-ից մինչև երեկոյան 9 կարող են համայնքում զրուցել, հետո պիտի թողեք մարդիկ քնեն, եւ միշտ ակտիվ է համայնքը, իրար օգնում են, ու մենք դրանից էլ ենք, ոնց որ մենք չենք էլ հասցնում արձագանքել, իրենք իրար օգնում։ Համատեղ գաղափարներ ծնվել են, որ մեկ էլ տեսել եք համայնքում միասին ինչ որ գործ են անում։ Ինձ թվում է այդպեսի բան էլ է եղել, չէ՞։ Ամենահետաքրքիր ու մեր համար, այսպես ասած, շատ սրտից բխող գաղափար էր հենց Տնջրեի ստեղծումը, որ Արցախցի տեղահանված ձեռներեց կանանց ասոցիացիան է, որ ներկայումս ստեղծվում ընդհանրապես շատ կարճ ժամանակում արդեն 35 անդամ ունի, ու ստեղծվել է, այսպես ասած, բյուրեցիների միասին ջանքերի շնորհիվ։ Հա, այսպես ճուտն է։ Ստացվում է այսպես շարունակական ինքնուրույն ճուտ է։ Դե արդեն մեծացել է։ Իրենք այնքան էին իրար հետ աշխատում, իրար գործընկերներ էին դառնում, ինչու՞ չէ գնորդ հաճախորդ դառնում, արդեն մեկ ինչ որ բաներ անհրաժեշտ թեկուզ խորհուրդների կարգով, որ բոլորին այսպես ասած ճանաչում էին ու միասին հավաքվեցին ու ստեղծեցին ասոցիացիան, որ վստահենք շուտով շատ կլսենք իրենց մասին եւ իրենց հաջողությունների ու ձեռքբերումների մասին իրենց։ Ասոցիացիան Տնջրեն ինչ է տալու իրենց։ Նախ Տնջրեն ինքը հենց որպես սիմվոլ Արցախի հետ կապված ու ծառը որպես իրենց խորհրդանշական ծառն այո ու անունը ու ինքը նոր հնարավորություններ վստահենք կստեղծի իրենց համար թե նոր գործընկերներ ստեղծելու թե մնացած կին ձեռներեցներին օգնություններ եւ տարբեր տեսակի աջակցության հնարավորություններ ստեղծելու մասով թե շարունակական ինչու՞ չէ նաեւ կրթություն ապահովելու մասին մենք էլ որպես այսպես ասած գործընկեր քույր եղբայր այսպես միշտ իրենց կողքին կլինենք հնարավոր բոլոր տեսակի աջակցությունների մասով։ Սկզբից մտածում եք, որ այսպիսի ընդլայնում է տեղի ունենալու հետաքրքիր համայնք է ձևավորվելու։ Ի վերջո համայնքը դա մի ահռելի ուժ է, հատկապես երբ այդ համայնքում բոլորը համախմբված են։ Իրար նկատմամբ բարի են տրամադրված, օգնող ձեռքեր են։ Մենք նպատակ ունենք համայնք ստեղծել, որովհետև հասկանում ենք, որ մենք չենք կարող մեր ռեսուրսը չի բավականացնելու, անընդհատ մենք ինքնուրույն իրենց խնդիրները լուծենք ու անընդհատ մեզ դիմեն եւ նաեւ դա կայուն մոդել չի, բայց որ այսպես կստացվի եւ այս ծավալով եւ որ իրենք այդքան վերցնող կլինեն դա եւ շարունակող կլինեն, իհարկե չենք կարող կանխատեսել ու ստեղ համադրությունը թե մեր ջանքերի, թե իրենց զարգանալու, ապրելու եւ արմատներ գցելու ցանկության, համառության եւ ուժի, ինչպես արդեն Էլինան նշեց, մեզ համար սա մեծ նվաճում է եւ մենք փորձելու ենք այս համայնքը շարունակաբար պահել, փոքր ինչ որ բաներով անընդհատ փորձում ենք զբաղեցնել, ոգեշնչել, չգիտեմ, տոներին մրցանակաբաշխություններ, ինչ որ բաներ։ Դրանք իսկապես թևեր են տալիս մարդկանց, որոնք ապրելու, արարելու ցանկություն ունեն, եւ այս պարագայում ստացվում է, որ հանգիստ չեք թողնում հանկարծ դեպրեսիա, թախից, տեղ չունի արդեն, հա։ Փորձում ենք, ամեն ինչ անում ենք դրա համար, ու այդ մեր քայլերից մեկն էլ հենց
նմանատիպ ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ հնարավորինս ավելի կազմակերպված գործընկերություն հաստատելուն ուղղված մեր ջանքերն են, որից ծնվեց չկրկնելով բազմապատկել մեր նախաձեռնությունը։ Քանի որ իհարկե տեղանումից հետո շատ կազմակերպություններ տարբեր տեսակի աջակցություններ էին ցուցաբերում տեղահանված անձանց, բայց բոլորի մոտ կարելի ասել գրեթե 90%-ի մոտ կրթական կոմպոնենտը պարտադիր բնույթ էր կրում, իսկ մեր կողմից ստեղծվել էր բյուր հարթակը, որը որ հնարավորություններ տալիս մեծ ծածկույթ ապահովել, շատ մարդկանց հասանելի դարձնել, թե լեզվի առումով, թե տեխնոլոգիական առումներով բջջային հեռախոսից կարող են օգտվել եւ այլն, ու մենք սկսեցինք փնտրել բոլոր այն մարդկանց, ովքեր որ նմանատիպ ոլորտում աջակցություն են տրամադրում, իրենց հետ ստեղծել նոր այսպես ասած գործընկերություն հնարավորություն, որպեսզի այդպես էլ անունը կոչեցինք չկրկնելով բազմապատկել, որտեղ հաճախ անգամ նույն դասընթացավարներն ու մենթորները, թե այս ծրագրում են աշխատում, թե այլ ծրագրերում, որպեսզի թե ժամանակի, թե ռեսուրսների, թե ծախսերի խնայողություն լինի, առաջարկեցինք բոլորին միավորվել եւ միասին կատարել։ Դուք էլ համայնք ստեղծեցիք։ Այո, մենք էլ ստեղծենք համայնք, որին շատ գործընկերներ միացան, համաձայնվեցին ու դրա արդյունքներն էլ բավական զգալի են։ Այդ 200+-ը որ ասում ենք, ստեղծված բիզնեսներ, մենք միայն հաշվում ենք այն, որը մեր միջոցով կարողացել ենք ոնց որ այդտենց գործընկերներին ներգրավելով կարողացել ենք ֆինանսավորել։ Շատ ավելի շատ են բիզնեսները, որոնք այլ տեղերից են ստացել ֆինանսավորում, բայց միասնական հարթակ գոյություն չունի, մենք չենք կարողանում բոլորին ոնց որ հետևել ու իմանալ։ Այս չկրկնելով բազմապատկելը հիանալի նախաձեռնություններ են առումով, որ պարզապես մեր ոնց որ սերտիֆիկատների, հավաստագրերի ու մեր բիզնես մոդելի հիման վրա տարբեր այլ կառույցներ, Հայօգնության ֆոնդը, Aman, AGB-ուն, Impact Hub-ը ուղակի վերցնում էին եւ ընտրում էին, ոնց որ շատ ավելի մեծ քանակությամբ շահառուներ դիմում էին, նորից մենք մենթորները մեր օգնում էին ավելի բարելավել իրենց մոդելները եւ պատրաստվել այդ դիմելուն, եւ այդտեղից ընտրվում էին մոդելներ, որոնք ուղակի ֆինանսավորում էին այլևս չկրթելով, որովհետեւ արդեն համարվում էր, որ մարդիկ այդքանը ունեն եւ իհարկե էլի ամենամեծը այդտեղից 70-ից ավելին ջայզեթն է տրամադրել 2 տարիների ընթացքում սկսնակ ֆինանսավորումը սկսնակների համար։ Այդտեղ էլ ուզում եմ ասել, որ մենք ոչ թե գումարն ենք սովորաբար տալիս մեր շահառուներին, այլ մենք ձեռք ենք բերում այն ամենը, ինչ որ իրենց անհրաժեշտ է։ Հնարավորություն եք տալիս։ Հա, որովհետեւ իրանք տեղերը չգիտեն, որովհետեւ գումարի կառավարելն էլ հմտություն սկզբում միանգամից չես սովորում, բայց քիչ ստացվում է որ ասեք բացի այդ ունենք գործընկերներ, որոնք որ իմանում են, որ այն ապրանքները, որ ձեռք ենք բերում արցախցիների համար, շատ լավ անվճար մեծ զեղչերով եւ այլն տրամադրում են ու դրա շնորհիվ կարողանում ենք ել ավելի շատ մարդկանց համար հնարավորություններ ստեղծենք ու այդպես միշտ ինչ որ թիրախ ենք դնում, բայց այդ թիրախը ամենակիչը մի 10-ից 20%-ով գերակատարում ենք ու ստացվում է, որ շատերն է տրվում այդ հնարավորությունը, բայց իրականում ճիշտ է, մեզ գործընկերները միանում են, GIZ-ը այդքան ֆինանսավորվեց, ստեղծվեց 70 բիզնես շուրջ, բայց այս ամեն ինչը ուզում ենք կրկնապատկել, այսպես ասած, եւ այդ պատճառով նոր նախաձեռնություն սկսեցինք, ֆոնդ հայտարարման ոնց հասկանում եմ, ձեզ մոտ անվերջ են նախաձեռնությունները։ Բայց կես ժամը չի բավականացնել։ Նշանակ է չեք գնահատում։ Ասեք։ Կոչմա 150-ի արմատները այդ պահին, երբ որ նախաձեռնությունը մտածեցինք 150 բիզնես էինք ֆինանսավորել, բայց հասկացանք, որ դա կարող ենք կրկնապատկել, եթե հանրությունը միանա ու crowdfunding, այդպես ասած, տարբերակով Ռեարմենիայում բացեցինք 150-ի արմատները արշավը, որտեղ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարող է իր ներդրումն ունենալ եւ այդ գումարով դա ուղղվելու է մեր տեղահանված հայրենակիցների բիզնեսներին, հա, բիզնեսների զրոյական կապիտալին եւ նույնիսկ յուրաքանչյուր անհատ, ով ցանկություն կունենա ընտրություն կատարել, կարող է ընտրություն կատարել եւ ինքը որոշել, հա, ասենք, կամ լինել ժյուրիում եւ ինքը որոշել։ Մի բան էլ է հատկանշական, որ մենք երբեք ինքներս չենք մասնակցում ընտրությանը, թե ով պիտի ֆինանսավորվի, որտեղ
բոլորը մերն են, Դե ձեր մոտ սուբյեկտիվ հենց այդ սուբյեկտիվությունից խուսափելու համար մենք երբեք ընտրողների կազմում չենք լինում։ Իսկ հնարավորություն են ներկայացնեն իրենց գաղափարները, բիզնեսները, որպեսզի արդեն մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան, ում են օգնում կամ աջակցում։ Այդպես էլ է հնարավոր ու մենք առաջիկայում հենց փորձելու ենք անհատապես իրենց ոնց որ պատմությունները կարճ սոցիալական մեդիայում տեղադրել, այո, նաև հարստացնել, որովհետև սա եւս բիզնեսի կարևոր գրավականներից է։ Մենք գիտենք, որ բիզնեսի հաջողության հիմքում նաև networking-ն է, որովհետև հաճախ միշտ չէ որ դռները թակես ու կբացվեն քո առջև ու դու կծանոթանաս այնպիսի մարդկանց հետ, որոնք գուցե մեկ բառով թեկուզ կարող են քեզ օգնել։ Այս պարագայում արդյոք կարողանում եք նաև այդ տարբերակը օգտագործել, թե ոչ։ Մեր ոնց որ network-ները բավականին լայն են ու մենք առաջին հերթին փորձում ենք այդ network-ը հնարավորություն բացել մեր մասնակիցների առաջ, բայց նաև ոնց որ այլ ձևերով ենք փորձում դա ապահովել ու իրանք իրար մեջ են սկսում արդեն դա ապահովել։ Դե այնպեսի համայնք եք ձևավորել։ Վերջերս ունենք լանդշաֆտային դիզայնի բիզնես բացած մի տեղահանված մեր շահառուն եւ հիշեցինք պատահաբար, որ նաև ունեին գոլեգա եւ ընկեր, որը եւս այս վերջերս ունի այդպիսի Հայաստանում արդեն հիմնադրված այդպիսի բիզնես Պարզապես մի տողով գրելով մի անգամից ուղակի գրեցի ասի կարող է քեզ անգահարել, իհարկե ուղակի խորհուրդներ տալու, հա, կապեր բան։ Ու ես չհասցրեցի հետևեմ, ոնց մի քանի օրից իրենք հանդիպեցին, այդ պատմությունը սոցիալական մեդիաներում տարածվեց եւ այլն։ Այսինքն մենք փորձում ենք անդադ դա անել ու իրենք էլ տեսնելով դրա ուժը ու դրա հնարավորությունը, իրենք էլ իրար մեջ ու իրար համար դա անում են։ Բայց տնջրան հենց ասոցիացիան հենց այդ նպատակներից մեկն էլ ունի ավելի կանոնակարգված, ավելի ոնց որ ուղղորդված այդ network-ը եւ տեսանելիությունը ավելացնելու շուրջ աշխատի։ Մենք այսքանը որ անում ենք, ընդամենը 5 հոգի ենք թիմում բայց մեծ թվերի գործ ունեք չհաշված դասընթացավարներին, ովքեր որ դասընթացները մեզ համար իրականացնում են, կարդում են ու միշտ մեզ հետ են, հենց որ ասում ենք արցախցիների համար մի վարքյանից մեզ կողքին են, բայց թիմը ընդհանուր 5 հոգի ենք եւ դրա համար որոշ բաներ շատ ուրախացանք, որ կտանք արդեն ասոցիացիան կանի։ Այստեղ ես ձեզ պիտի խնդրեմ եթերից հետո Facebook-յան հարթակում մեր վիդեո տարբերակի կոմենտներ հատվածում տեղադրեք բոլոր այն սոցիալական հարթակների հասցեները, որոնց միջոցով կարող են ձեզ հետ կապ հաստատել կամ հետևել ու ծանոթանալ ձեր ծրագրերին, որովհետև մեզ լսում են թե ամբողջ աշխարհում, թե ամբողջ Հայաստանում եւ վստահ եմ շատ-շատերի մոտ հետաքրքրվածություն է առաջացել ու ինչու ոչ նրանք եւս կուզեին մասնակցել ձեր ծրագրերին, նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինչու ոչ իրենց երազանքներն իրականացնելու համար, սա եւս շատ կարեւոր է եւ քանի որ վերջին 2 րոպեն է մնացել, մենք գիտեինք որ չի բավականացնելու մեզ եթերաժամը ձեր ինֆորմացիայի հետ կապված, ինձ դուր եկավ մի բան, որ ամեն մի նախագծի անուն հետաքրքիր գաղափար ուներ իր մեջ, իսկ ես միշտ ասում եմ, որ հաջողում են միայն այն նախագծերը, որոնց հիմքում գաղափարն է։ Եվ վերջում կուզեի շատ կարճ հակիրճ կիսվեք այն տպավորությամբ, որը հուզել է ձեզ այս նախագծերի իրականացման ընթացքում։ Ինչը եկավ առաջինը։ Մարդկանց հաջողությունների պատմությունները, բայց 2 րոպեմ չեմ կարող այդքանը պատմել, այնքան շատ են։ Լավ, ինչ են տվել հենց ձեզ այս նախագծերը, թե հոգեբանական տեսանկյունից, թե մարդասիրական տեսանկյունից։ 2020-ից հետո Հայաստանում ապրելը բավական բարդ է, հայ մարդու համար ապրելը բավական բարդ է, 23-ից հետո էլ ավելի, ու սա տվել է մեզ ինչ-որ իմաստավորում շարունակելու, գործելու ու դա առաջ նայելու։ Մեծ ուժ։ Էլինա ջան։ Մեծ ուժ։ Ինչ կմաղթեք նաև ձեր մասնակիցներին, որոնք փորձում են հարթել իրենց նոր ճանապարհը։ Որ շարունակեն ոնց որ սկսել են, որ շարունակեն իրար հետ լինել եւ որ մենք այնքան բան լսենք իրանց մասին, որ միլիոն անգամ կամ չգիտեմ
չգիտեմ 18 միլիոն անգամ համոզվենք, որ ճիշտ էինք անում։ Մեծ թվերի հետ գործ ունենք։ Այո, Տրեմպլինը։ ամբիցիոս է, բայց մենք միշտ մեր արժեվ տենց նպատակներ ենք դնում ու դեռևս իրականացնում ենք։ Ինձ թվում է դուք ձեր դրած նպատակները միշտ գերազանցում եք եւ դա շատ լավ է։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ ձեր ամբողջ ներուժը, ձեր հավատարմությունը, ձեր, չգիտեմ, նվիրվածությունը ներդնում եք մարդկանց երազանքներն իրականացնելու, նրանց նոր հույս տալու առումով, նրանց ձայնը լսելի դարձնելու տեսանկյունից այն մի կարևոր բան, որ նրանք մենակ չեն եւ կան օգնող մարդիկ, որոնք իրենց կողքին են։ Շնորհակալ եմ ձեզ, հարգելի ռադիոլսողներ, ես հիշեցնեմ իմ զրուցակիցներն էին Ինոբիզի հիմնադիր տնօրեն Նաիրա Մարգարյանն ու Ինոբիզի համահիմնադիր զարգացման գծով ղեկավար Էլինա Սիմոնյանը, ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ նաև անպայման հետևել վիդեո տարբերակի կոմենտներ հատվածում եւ եթե հետաքրքիր է մուտք գործել սոցիալական հարթակներ, դուք էլ դառնաք այս մեծ համայնքի մի մասը, մնացեք Հանրայինի հետ։ Ձայնը